Գիտեք, Աստծո հետ իմ ընթացքը անցել է բազում դժվարին փուլերով, որովհետև մանկությունից ես ունեի շատ խնդիրներ։ Սկսած այն բանից, որ բռնության էի ենթարկվել հորս կողմից եւ շատ ու շատ այլ հարցերով։ Իմ խնդիրներից մեկն այն էր, որ ես շատ օրինապաշտ էի։ Ես չափազանց խիստ էի ինքս իմ հանդեպ, իսկ եթե դուք շատ խիստ եք ինքներդ ձեր հանդեպ, չափազանց խիստ կլինեք նաև ուրիշների հանդեպ։ Ես չգիտեի, թե ինչպես ընդունեի ողորմություն Աստծուց, ուստի չգիտեի, թե ինչպես ողորմություն ցուցաբերեի։ Ես հետևում էի իմ կանոններին, որոնք սահմանել էի ինձ համար, կանոններ այն մասին, թե օրական որքան պետք է աղոթեի, որքան պետք է Աստվածաշունչ կարդայի։ Կարևորն այն էր, թե ինչ կարող էի ես անել եւ արդյոք բավարար էի անում։ Աստված սովորեցրեց ինձ շատ բաներ 42-43 տարվա ընթացքում։ Երբ ուսումնասիրում եւ սովորեցնում էի նրա խոսքը, հիշում եմ մի օր Տերն ասաց. «Ես չեմ ցանկանում, որ դու այլևս որևէ բան անես ինձ համար պարտավորված»։ Պատկերացրեք, թե որքանով դա ձեզ կազատեր։ Մեզ կվախեցներ այս միտքը, ես չեմ անի դա, եթե չցանկանամ։ Ես դեմ չեմ կարգապահությանը եւ ինքնատիրապետմանը։ Բոլորս լավ սովորությունների կարիք ունենք, ես հավատում եմ դրան։ Եվ անշուշտ կան բաներ, որոնք մենք անում ենք, բայց որոնք չենք ցանկանում անել, բայց ահա բանալին, ձեր մի մասը կարող է ցանկանալ դա, իսկ մյուս մասը ոչ։ Ձեր հոգևոր մարդը, ձեր սիրտը կարող են ցանկանալ ժամանակ անցկացնել Աստծո հետ եւ աղոթել, բայց ձեր մարմինը ցանկանում է մնալ անկողնում։ Իրականում այնպես չէ, որ դուք չեք ցանկանում։ Ձեր իրական անձը ցանկանում է։ Հասկանում եք, ձեր իրական անձը, վերստին ծնված անձը, ձեր նոր էությունը ցանկանում է անել այս բաները, բայց ձեր մարմինն ասում է, ես պետք է աղոթեմ։ Ես պետք է ուսումնասիրեմ, այս պետք է անեմ, այն պետք է անեմ։ Մենք պետք է ազատվենք այս տերմինաբանությունից եւ դադարենք ասելուց ես պետք է անեմ այս ամենը, փոխարենը ասենք ես ուզում եմ աղոթել, ես ուզում եմ ժամանակ անցկացնել խոսքի մեջ, ես ուզում եմ տալ, որպեսզի օրհնություն լինեմ ուրիշների համար։ Մի փոքր փոխեք ձեր մտածելակերպը եւ կփոխվի ձեր վարքագիծը։